Ռեղամոտը։ Սկաս։ Ուզում եմ, որ Ծափ, տարց։ Գնացինք։ Այստեղ ծառայությունը պարտականություն լինելու զատ ընտրություն է։ Ծանոթացեք, Սերժանտ Սիմոնյանն է, մոտ 1 տարի ծառայում է կանանց գումարտակում։ Աշխենի հետ այսօր կզրուցենք ծառայության դժվարությունների մասին եւ թե ինչպես են պատրաստվում ամանորին։ 1 տարի միայն այս գումարտակում։ Զինվորական ճանապարհն ընտրել է 9 տարի առաջ։ Հասցրել է հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում ծառայել պատերազմի թեժ օրերին։ Հայտնվել է շրջափակման մեջ, հաղթահարել։ Այդ ամբողջ ընթացքում Աշխենին տանը 6 ամսական դուստրը Աստղիկն է սպասել։ ապրելու, ինձ ապրեցնելու շողերից մեկն էր երևի ինքն էր, որ հստակ որոշում կայացրեցի, ապրեմ ու նորից շարունակեմ ծառայությունը զինված ուժերում։ Ամենածանրն անցյալում է, որևէ դեպքում ասում է հանձնվել չկա, պատրաստ է բոլոր հրամաններին։ Կլինի կին, թե տղամարդ, պարտադիր պիտի իր պարտքը տա իր երկրին, ու քանի որ մենք թվաքանակով փոքր ենք, ու բոլորս մեր լուման, մեր ներդրումը պիտի ունենանք մեր երկրի պաշտպանության գործում։ Հիմա Աստղիկն արդեն 5 տարեկան է, չի նեղանում, երբ մայրիկը տանը չէ, հասկանում է կարևոր գործ է նրան վստահված։ Այս տարի առաջին անգամ տարեմուտին Աշխենը հերթապահության չէ, կեսգիշերին առաջինը դստեր է կգրկի։ Դուստրս դեռ չծնված, արդեն երևի այդ կարգու կանոնին արդեն սովոր է եղել։ Ասեմ, որ տարաձայնություններ չեն լինում, ճիշտ է ինքը փոքր է, ես իրան ասում եմ, Աստղիկ գնում եմ ծառայության եմ, մի քիչ կարող է պահա գալիս նեղումը, բայց ասում է լավ մամի գնա, ես գիտեմ դու հայ ես։ Այդ որ ասում է արդեն ամեն տեղն անցնում հայ ես ու հստակ քո գործ ունես, ինքը փոքր է, բայց ամեն ինչ շատ լավ գիտակցում ու հասկանում է։ Խոհանոցում ոչ մի բան։ Չեմ հասցնում պարզապես։ Սիրում եմ խոհանոցը, պարզապես ժամանակ չի լինում։ Այս տարի տոլմապ ինչի։ Մամա, չէ մամա։ Կապիտան Աննա Վարդանյանին նույնպես այս օրերին խոհանոցում մայրիկն է փրկում։ Ծառայությունը թույլ չի տալիս, որ միանա տոնական պատրաստություններին։ Մայրիկը իմ պահապան հրեշտակն է այս առումով։ Ամեն ինչը, բոլոր ծանրաբեռնվածությունը, ամանորյա հոգսերը, այդպես է ստացվել, որ մայրիկը վերցնում է իր վրա։ Ոտքի։ Սկաս։ Արգել կապիտան առաջին հրացքային բաշխոտ անցկացմի գրական պատասխան պարապունքներ։ Պարապունքի ղեկավար ավագ լեյտենանտ Վարդանյան։ Տարեմուտի գիշերը հերթապահության է, 2026-ը Զորամասում դիմավորելը բացառիկ չէ, ասում է ծառայության 10 տարիների ընթացքում այսպիսի տոներ շատ են եկել, անցել։ Ինձ համար դա հաճելի է, ինձ համար դա սովորական է, ինձ համար դա նորմայի շրջանակներում է եւ դիմավորելու եմ ամանորը շատ ուրախ եւ բարձր տրամադրությամբ եւ մեծ ակնկալիքներով։ Աննան կարիերայի ճանապարհին շատ խոչընդոտների է բախվել, չի հանձնվել, հաղթել է ամուր կամքի շնորհիվ, որովհետև վստահ է, կնոջ տեղն այնտեղ է, որտեղ նա ցանկանում է լինել։ Էմմա, Սիրանուշ, Մայա, Քնար, Քնարիկ դեմքով ու անուններով հիշեք նրանք կոտրել են բոլոր կարծրատիպերը։ Այս գիշեր խոհանոցում անցկացնելու փոխարեն նրանք կհսկեն, որ մեր տոնը խաղաղ լինի։ Էս ինչ է։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։